մեծացը, ագուցե դրա համար արձագանքում է, եթե բոլորին է մեծացը։ Սիրելի հյուրեր, հարգելի գործընկերներ, գնայք և պարոնայք, պետք է ասեմ, որ մեր խորհրդարանական հայացքը ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հիմնականում կառուցվում է մեր համագործակցության շրջանակներում Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի սենատի հետ, որը ներկայացնում է տարածքային կազմավորումները և որի միջոցով ենք մենք հնարավորություն ստանում անմիջական տեղեկատվություն ստանալ Ֆրանսիայի համայնքներում տեղի ունեցող բոլոր տեսակի զարգացումներից։ Եվ պետք է ասեմ, որ շնորհիվ այդ համագործակցության Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի և Ֆրանսիայի սենատի միջև մենք հնարավորություն ենք ունեցել ըստ էության այցելել բոլոր այն հատվածները թե Հայաստանի, թե Ֆրանսիայի, որտեղ մենք այս 30 տարիների ընթացքում կարողացել ենք ձևավորվել ապա կենտրոնացած համագործակցության տարբեր ձևաչափեր։ Իմ գործընկերները Ֆրանսիայից սովորաբար ասում են, պետությունը դա միայն մայրաքաղաքը չէ, հաճախ դա լսվում է սենատում, որովհետև սենատը, ինչպես արդեն նշեցի, ներկայացնում է տարածքային կազմավորումները։ Այո, համայնքներն են ձևավորում պետությունը, համայնքների միջոցով են ձևավորում հանրային իշխանությունը, համայնքների համագործակցության միջոցով է հնարավոր հասնել այն արդյունքների, որոնք թույլ կտան առավել արդյունավետ անցում ապահովել դեպի առավել բարենպաստ ապագա։ Ես առիթից պետք է օգտվեմ և շնորհակալություն հայտնեմ իմ ֆրանսիացի գործընկերներին, որոնք 2020 թվականի պատերազմից հետո մի սկզբունքային որոշում կայացրեցին, որ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես լինելու է որևիցե ֆրանսիական պատվիրակություն։ Եվ ամբողջ այս ընթացքում, հետևելով այս խոստմանը, մենք մենակ չենք մնացել։ Հայաստան են այցելել բոլոր տեսակի պատվիրակություններ, տեղական ինտեգրավորման մարմիններից Ֆրանսիայի, ազգային ժողովից, սենատից և պարզապես քաղաքացիների խմբեր, որոնք մեզ այդ ծանր իրավիճակում մենակ չեն թողել։ Անդրադառնալով այն ռազմավարական նշանակությանը, որը կարող է ունենալ ապա կենտրոնացված համագործակցությունը, բացի այն դասական արդեն դարձած ոլորտներից, որի միջոցով մենք իրականացնում ենք ապա կենտրոնացված համագործակցություն, իսկ դա կրթությունն է, մշակույթը, տնտեսական համագործակցությունը, ֆրանկոֆոնիան և այլն, մենք պետք է մտածենք նաև նոր ուղիների մասին, մենք պետք է մտածենք բարձր տեխնոլոգիաների մասին, արհեստական բանականության գործիքների օգտագործման մասին մեր համագործակցության մեջ և փորձենք այս նորարար եղանակով կառուցենք արդեն ապակենտրոնացված համագործակցությունը։ Հարգելի գործընկերներ, իրականում երբ մենք խոսում ենք Ֆրանսիայի մեր գործընկերների հետ ապակենտրոնացված համագործակցության մասին, դա մենք ընկալում ենք որպես առավելապես ֆրանսիական ընկերությունների, ֆրանսիական մշակույթի, ֆրանսիական դերակատարների կամ ֆրանսիական կողմի ակտիվ մասնակցություն։ Սա երկկողմ ճանապարհ է և մենք էլ պետք է մտածենք, թե ինչպես առավել արդյունավետ եղանակով մենք կարող ենք մասնակցել և մեր ներդրումն ունենալ Ֆրանսիայի համապատասխան համայնքների հետ ապակենտրոնացված շրջանակներում ձեռք բերված համագործակցության շրջանակներում։ Իհարկե, եթե մենք անդրադառնում ենք նրան, թե ինչպես է զարգացել Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցությունը, ապա պետք է արձանագրենք, որ իրականում անկեղծանալով, որ իրականում այն ընդգրկել է բոլոր այն համայնքները, որոնք ունեցել են կուռ հայկական կամ հայաշատ վայրեր, և սա շատ կարևոր է եղել այս կառույցները ձևավորելու համար։ Սրա հետ զուգահեռ իմ կարծիքով մենք պետք է նայենք նաև այլ ուղղություններ։ Իհարկե շատ կարևոր է և գնահատելի է,
բայց մենք նաև պետք է փորձենք առավել խորացնել մեր հարաբերությունները նաև այն հատվածների հետ Ֆրանսիայի, որտեղ թեև չկան հայաշատ մեծ համայնքներ, բայց կա շատ մեծ ցանկություն համագործակցություն հաստատելու Հայաստանի Հանրապետության հետ, եւ մենք եւս պետք է շարժվենք այդ ճանապարհով։ Իհարկե, խոսեցինք նրա մասին, թե ինչ դերակատարություն ունի եւ ինչ դերակատարություն կարող է ունենա ապակենտրոնացված համագործակցությունը ժողովրդավարության, ռազմավարական մեր նպատակների իրականացման համար, բայց սա զուգահեռ նաև մի կարևոր բան կա, որը խորհրդարանական տեսանկյունից պետք է ասեմ։ Գիտեք, այն շատ կարևոր է Հայաստանի Հանրապետությունում հանրային իշխանությունը եւ համայնքային իշխանությունները ձևավորելու եւ զարգացնելու համար։ Եվ պետք է ասեմ, որ շատ դեպքերում Ֆրանսիայի համայնքային իշխանությունները շատ ավելի խիզախ եւ շատ ավելի արագ են գտնվել, որովհետև շատ ավելի արագ եւ շատ ավելի կոշտ արձագանք են տվել այն բոլոր իրավիճակներին, երբ անհրաժեշտ է եղել սատար կանգնել Հայաստանի Հանրապետությանը։ Երբ իհարկե չեմ կարող չանդրադառնալ նաև նրան, որ ինչպես ասում էր ֆրանսիացի մեծ գրող Անտուան դե Սենտ-Էքզյուպերին իր փոքրիկ քայլերի արվեստ ստեղծագործության մեջ, մենք պետք է սովորենք փոքրիկ քայլերի արվեստին։ Մենք պետք է կամաց շարժվենք առաջ։ Այս հսկայական միջոցառումը այսօր սկիզբ չի առել երեք, այն փոքրիկ քայլերի արդյունք է եղել։ Եվ այսօր մեկ այլ փոքրիկ, բայց շատ կարևոր քայլ ենք անելու, եւ այսօր Սյունիքում առաջի անգամ հայ-ֆրանսիական պատմության մեջ ստեղծվելու է հյուպատոսական գրասենյակ։ Եվ սա եւս մեկ վկայություն է նրա, որ ապակենտրոնացված համագործակցությունը հաջողվում է եւ արդյունավետ գնում է առաջ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն պատգամավոր։